Հայաստանի Հանրապետության հարգելի գլխավոր դատախազ, գործադիր եւ դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ, հարգելի հյուրեր, հարգելի դեսպաններ, Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուզում եմ նախ շնորհավորել բոլորիս դատախազության աշխատողի օրվա առիթով եւ դատախազության աշխատողներին շնորհակալություն հայտնել իրենց կատարած կարևոր աշխատանքի համար։ Ընդհանրապես իմ ընկալումն այն է, որ մարդուն երջանկության համար մի քանի բան է պետք՝ քաղաքացուն, խաղաղություն եւ կամ անվտանգություն, ընդ որում ներքին եւ արտաքին, արդարություն, ազատություն եւ բարեկեցություն, եւ այս բոլոր գործառույթներում մեր իրավապահ համակարգը ունի շատ էական դեր այս ձգտումները իրականացնելու գործում եւ նաեւ պիտի արձանագրեմ, որ կոռուպցիան այն հիմնական խնդիրներից է, որը առնվազն իմ թվարկած մի քանի ուղղություններով ստեղծում է խնդիրներ մեր իրականության եւ ցանկացած իրականության մեջ։ Իհարկե մեր կառավարության քաղաքականությունն է ցուցաբերել զրո հանդուրժողականություն կոռուպցիայի եւ կոռուպցիոն դրսեւորումների նկատմամբ եւ մենք շարունակում ենք հետեւողական լինել այդ ճանապարհին եւ այս համատեքստում պիտի ընդգծեմ նաեւ, որ շատ կարեւոր է, որ մենք ոչ միայն կոռուպցիայի հետևանքները հայտնաբերենք եւ վերացնենք, այլև իսկապես կարողանանք նույնականացնել այն պատճառները, որոնք օբյեկտիվորեն գոյություն ունեն։ Ընդ որում ինձ համար ակնհայտ է, որ այդ պատճառների մի մասը հանրահայտ են բոլորին, որովհետեւ ինչքան էլ մենք խուսափենք այդ հարցից, պիտի մի X պահի առերեսվենք մի բարձ հարցի, ինչպես պիտի կոռուպցիայից խուսափի 200,000 դրամ աշխատավարձ ստացող այն պաշտոնյան, որը կառավարում է 5, 10 կամ չգիտեմ 1, 2, 3, 4, 5 միլիարդ դրամի շրջանառություն եւ աշխատանք։ Եվ ես ասում եմ այն տրամաբանությամբ, որ կոռուպցիան, ինչքան ես եմ հասկանում, հիմնականում իշխանության եւ լծակներ ունեցող մարդկանց գայթակղող երևույթ է, որովհետեւ մյուսները ոնց որ թե ցանկանալու դեպքում էլ տենց մեծ կոռուպցիոն իրավիճակների մեջ չեն կարող հայտնվել, չնայած միջնորդավորված գուցե նրանք նույնպես կարող են հայտնվել։ Սա մի խնդիր է, որին մենք պետք է պատասխանենք, իհարկե այս պատասխանը դատական համակարգի չի ակնկալվում, դա ավելի շատ քաղաքական պատասխան է եւ ըստ էության կառավարությունը քաղաքական իշխանությունը պետք է գտնի այս հարցի պատասխանը, չնայած մյուս կողմից մենք ունենք նաեւ հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ, որտեղ իշխանության բոլոր թևերի ներկայացուցիչները ներգրավված են եւ մենք պարբերաբար այդ հարցին անդրադառնում ենք, նաեւ ուրիշ հարցերի ենք անդրադառնում, բայց նաեւ պիտի արձանագրեմ, որ միշտ չի եւ ակնհայտ է, որ այսօր այս խնդրեմը կա, որ միշտ չի, որ քաղաքական կամքը բավարարում է այդ խնդիրները հասցեագրելու համար, որովհետեւ պաշտոնյաների աշխատավարձի մասին խոսելը միշտ էլ շատ ռիսկային process է մի իրավիճակում, երբ հանրային բարեկեցության մակարդակը շատ բարձր չէ, չնայած իմ համոզմունքն այն է, որ հենց առաջին հերթին պաշտոնյաներին գայթակղություններից հնարավորինս զերծ պահելու համակարգերն են, որոնք իրենց հերթին պետք է ավելի էֆեկտիվ դարձնեն հանրային բարեկեցությունը ապահովելու կառավարության ջանքերը եւ քաղաքականությունները։ Պիտի ընդգծեմ, որ մի դեպքում մենք կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը կարողացել է շատ թե քիչ այս խնդրին անդրադառնալ։ Մասնավորապես մենք դատական համակարգում աշխատավարձերի շատ էական համենայն դեպս հայաստանյան չափանիշներով բարձրացումներ ենք իրականացրել եւ մեր ընկալումը ի սկզբանե եղել է այն եւ ես նաեւ հիշում եմ, որ կառավարության այն նիստերում, որտեղ քննարկվել է հարցը, սրա մասին խոսել եմ, ես ասել եմ, որ մենք Հայաստանում դատախազների, քննիչների, դատավորների աշխատավարձերը հենց դատավորների սիրուն չենք բարձրացնում կամ դատախազների, այլ հանուն նրանց, իհարկե նաև նրանց համար աշխատանքային պատշաճ պայմաններ բավարարելու համար, առաջին հերթին քաղաքացիների համար,
որպեսզի նրանց արդարությունը եւ արդարադատությունը առավել հասանելի լինի եւ ես ուզում եմ հավատալ, որ Հայաստանի Հանրապետությունում արդարությունը եւ արդարադատությունը ավելի հասանելի է դառնում, չնայած պիտի արձանագրենք նաեւ, որ դա պարզ գործընթաց չէ։ Այն բարեփոխումները, որ իրականացվում են, ի սկզբանե, երբ բարեփոխումների մեծ process է սկսում, բոլորիս ակնկալիքն է, որ ահա այս բարեփոխումների հիմա կանենք եւ հարցերը կլուծենք։ Եթե հետո ես հասկանում, որ բարեփոխումը երբեք չի ավարտվում, որովհետեւ երբ որ մի հարցը լուծված է, առաջ են գալիս 2 նոր հարց, երբ որ 2 նոր հարցը լուծված է, առաջ է գալիս 4-ը, երբ 4-ն է լուծված, առաջ է գալիս 8-ը եւ հետեւաբար հարցերը, որոնց հետ պետք է առերեսվենք, իրենք աճում են երկրաչափական պրոգրեսիայով երբեմն, բայց սա ոչ թե խնդրեմ է, սա իրականություն, սա նշանակում է, որ գուցե հարցերը կուտակված են, չնայած ես չգիտեմ մի երկիր, որտեղ այս բարեփոխումների process-ը կանգնել է, խոսքը իհարկե զարգացած եւ զարգացումը շարունակող երկրների մասին է, որովհետեւ ցանկացած իրավիճակ ինչ որ մի ժամանակ անց լճանում է եւ ունենում է հարակից նեգատիվ էֆեկտներ եւ կառավարությունները, պետությունը, իշխանությունը պետք է ի վիճակի լինի անընդհատ ինքը իր առաջ հարցեր դնել, այդ հարցերը շատ հաճախ կարող են լինել տհաճ, այդ հարցերը կարող են լինել ոչ ցանկալի, բայց շատ կարեւոր է ունենալ քաղաքական կամք, այդ հարցերը դնել, այդ հարցերի պատասխանները փորձել ձևակերպել քաղաքական առումով եւ իրավական առումով։ Եվ ես կարծում եմ, որ Հայաստանում այս process-ը տեղի է ունենում, իհարկե այն ակնկալիքով, որ արդարությունից ու արդարադատությունից մեր հանրության, մեր քաղաքացիների բավարարվածության աստիճանը գնալով ավելի կմեծանա եւ ես համոզված եմ, որ կմեծանա, որովհետեւ ըստ էության նաեւ գլխավոր դատախազի զեկույցում հիշատակվեցին մի շարք բարեփոխումներ, որոնք անխուսափելիորեն բերելու են այդ գոհունակության զգացմանը, արդարության եւ արդարադատության նույնացման գործընթացի հաջողությանը, այն ըմբռնումով, որ իհարկե այս process-ները մի օրում չեն սկսվել եւ մի օրում չեն ավարտվի։ Հարգելի ներկաներ, ամփոփելով կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության դատախազության բոլոր աշխատողներին իրենց կատարած աշխատանքի համար։ Ես համոզված եմ եւ հույս ունեմ, որ նրանք յուրաքանչյուր օր իրենց առաջ խնդիր են դնում ավելի որակյալ ծառայություն մատուցել հանրությանը եւ այդ ծառայությունը բարձր ծառայություն է, այդ ծառայության անունը արդարություն եւ արդարադատություն է եւ ես համոզված եմ նաեւ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը այդ տրամաբանությամբ եւ այդ խոսույթով եւ այդ գաղափարաբանությամբ է ղեկավարում Հայաստանի Հանրապետության դատախազությունը։ Կրկին անգամ շնորհավորում եմ եւ շնորհակալություն եմ հայտնում։